էլեկտրաէներգիայի թանկացում։ 10 դրամ թանկացում 1 գիշերվա ընթացքում։ Բաղնիքում սալիկները նորից ճաքել են։ Որովհետև քեզ լսեցինք, մարտավեն լավը թաթուլ լսի, քան կնգան լսի։ Պետքա գնայինք կերամը մարարցից իտալական սալիկներ առնեինք։ Իտալականը թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Ասեցի թանկ չի։ Հայելի։ Թանկ չի։ Ու կարևորը իտալական է։ Չէ, կարևորը թանկ չի։ Կարևորը իտալական է։ Թանկ չի։ Իտալական։ Թանկ չի։ Իտալական։ Թանկ չի։ Իտալական։ Թանկ չի։ Կերամը մարացի, իտալական սալիկներ հասանելի բոլորին։ Շտապեք BHS։ Միայն հաշված օրերի ընթացքում բրիտանական ապրուստը հասանելի կլինի հենց 51% զեղչով։ Արդեն այսօր աշուն ձմեռ հագուստի ողջ հավաքածուի գինը իջեցվել է ավելի քան 2 անգամ։ BHS։ Ձեր ամուսինը նա պիտի գար։ Այո, ուղղակի շտապ գործերով կանչեցին քաղաքից դուրս։ Բայց ես հիմա նրան զանգեմ, որ մեր խոսակցությունը լսի, լավ։ Ինձ համար շատ կարևոր է։ Լավ, ինչպես հարմար եք գտնում։ Բժիշկ, իսկ անալիզների պատասխաններում սխալներ անհնարին են, չէ՞։ Իհարկե չի կարող սխալ լինել, չէ՞ որ սատանային թեստ չէ։ Լսեցիր ձերս։ Համոզվեցիր, որ բալիկ ենք սպասում։ Բայց ինչի՞ ես ձայնդ բարձրացնում։ Ինչ է պատահել, որևէ խնդիր կա։ Չէ, ուղղակի ամուսինս դեռ շոկի մեջ է։ Կյանքս հասկանում եմ քեզ։ Դեռ հավատդ չի գալիս։ Բայց ես անհամբեր սպասում եմ, որ գաս ու նշենք։ Չեմ հասկանում, որտեղից ես լուսանկարներից ես։ Որտեղից եք վերցրել։ Հարցերը այստեղ ես եմ տալիս։ Վստահ եք, որ մահացածի հետ միայն գործնական հարաբերությունների մեջ եք եղել։ Ես առաջին անգամ եմ տեսնում այս նկարները։ Ու վստահ կարող եմ ասել, որ այս ամենը սարքած է։ Մեր մեջ միշտ ընկերական հարաբերություններ է եղել։ Չի կարա սենց բան լինի ուղղակի։ Սա ֆոտոշոպ է։ Ֆոտոշոպ է, հա։ Չէի ասի։ Ես ես նորից եմ ասում, որ իմ ու Էդուարդի մեջ ոչ մի ուրիշ հարաբերություններ երբեք չի եղել։ Հնարավոր չի սենց բան։ Լավ։ Ես այս նկարները կուղարկեմ հետաքննության, բայց խնդրում եմ լավ մտածեք։ Եթե դուք այստեղ ինձ ստեցիք, ապա դատարանում դատավորին չեք կարող ստել։ Ես չեմ ստում։ Բայց ես ասեմ, որ դա ընդհանրապես գորի հարցը չի թեթևացնում։ Ինչի մասին է խոսքը։ Այն, որ այս լուսանկարները գորի տանից են գտել։ Աստված իմ գորիս խայտարակությունը տեսել է։ Այո, տեսել եմ։ Ասեմ ավելին, հենց այս նկարներն են դարձել դրդապատճառ, որ գորը խանդի հողի վրա կատարի սպանությունը։ Էմիլի, սպասի խնդրում եմ։ Էմիլի ջան, ինձ լսի։ Ինչի ես ինձ արհամարում։ Հասկանում ես, ես քեզ շատ եմ սիրում։ Ես չեմ ուզում, որ դու իմ հանդեպ այդպես վարվես։ Կոպիտ եմ պահում, վատ եմ պահում, ուրեմն ինձնից հեռու մնա, մորաքույր։ Ես արդեն ասել եմ, որ ես Եվային չեմ ուզում տեսնեմ։ Ու դու քանի որ նրա մայրն ես, հետևաբար նրան պաշտպանում ես։ Էմիլի, լսի ինձ։ Եվան ուզում է ձեզ համար ամեն ինչ անի։ Ախր ինչի նրան երկրորդ հնարավորություն չեք տալիս, հա։ Մորաքույր, Եվան ահավոր մարդ է։ Եվայի ոչ մի արած քայլերը ազնիվ չեն։ Ու ես չեմ ուզում նրան տեսնեմ, այդքան անհասկանալի է։ Էմիլի ջան, այդպես չի կարելի, չէ։ Դուք չեք կարող մոռանալ ու գետնով տալ այն ամեն ինչը, ինչ որ Եվան է արել ձեզ համար։
Մորաքույր գիտես ինչ, ես հիմա հավես չունեմ քո հետ կռվելու։ Դու չես տեսնում կամ էլ չես ուզում տեսնես Եվան ինչ ձևի է։ Ու Եվան նույնիսկ քո հետ է վատվարվում։ Մենակ չասես, որ չես հիշում։ Էմիլի, դու դեռ երեխա ես, հասկացի։ Դու ինքդ էլ չես կարող պատկերացնել, որ բոլոր մարդիկ ի վիճակի են սխալվելու ու հետո զղջալու իրենց արած։ Հերիք հա մորաքույր։ Դու ինձ հակառակը չես համոզի։ Էմիլի, Ալա, բարև ձեզ։ Ես Մարիայի մոտ էի, Մարինայի մոտ է գնացել, մնելու այնտեղ անհանգստանում է շատ։ Ինձ էլ խնդրեց, որ ես գամ Էմիլիի մոտ։ Ինչ է եղել, ինչ ես բղավում։ Պետք է անպայման էխո անենք, որպեսզի տեսնենք ինչպես է զարգանում ձեր հղիությունը։ Իհարկե, երբ ասեք։ Կասեմ, երևի թե հիմա էլ կանենք, բայց մինչ այդ պետք է դուք մի քանի անալիզներ հանձնեք, որպեսզի տեսնենք ձեր ընդհանուր առողջական վիճակը ինչպես է։ Անպայման։ Կարևորը բալիկը առողջ ծնվի։ Շատ լավ կլիներ հիմա ձեր ամուսինը ձեր կողքին լիներ, աջակցեր ձեզ։ Հա, բայց սա հաստատ վերջին անգամը կլինի, որ ինձ հետ չի։ Մյուս անգամ անպայման կողքից կլինի։ Լավ, Եվա ջան, ես գնամ մի քանի թղթեր բերեմ, լրացնենք, հետո կշարունակենք։ Շատ լավ։ Օրիոն Բաղյան, խնդրում եմ քաղաքից չբացակայեք, եթե պետք լինի ձեզ նորից կկանչեմ։ Հաց ես Արինե, ինչ-որ բան է եղել, ինչ ասեց քեզ։ Բարի ամեն ինչ ահավոր է, չես պատկերացնի ինչ է եղել, ոնց եմ նայելու մարդկանց աչքերի մեջ։ Էմիլի ջան, չես ուզում ինձ ասես ինչի էիր բղավում։ Գիտես Ալա, ես Էմիլիին ուզում էի հիշացնել, որ եթե կա մեկը, ով մանկուց հոգ է տարել իրենց մասին, դա Եվան է։ Սիրել է ու մինչև հիմա Հերիք հա մորաքույր։ Ինչքան էլ համոզես ու ինչքան էլ գովես աղջկա, ես հո գիտեմ, որ Եվան վատն է, որ մեզ չի սիրում, որ նրա մոտ ամեն ինչ կեղծ է։ Գիտես Ալա, ես շատ լավ գիտեմ, շատ լավ հասկանում եմ, որ Եվան իրեն լավ չի պահել, բայց հանուն երեխայի նա պատրաստ է փոխվելու։ Ախր մենք բոլորս արժանի ենք, չէ՞ երկրորդ հնարավորության։ Լաուրա, ես ուզում եմ, որ քեզ մայրական սերը չկուրացնի։ Էմիլիի ու Արինեի տառապանքների հիմնական պատճառը Եվանն է։ Ամեն ինչում ես եմ մեղավոր, գոռում մեղավոր չի։ Արինա, բայց ինչու ես քեզ մեղադրում։ Արդեն ես էլ չգիտեմ, չեմ հասկանում ինչ է կատարվում։ Խնդրում եմ քեզ վրա մեղք մի վերցրու ու բացատրի ինչ ա պատահել։ Մարիա, որ խնդրեմ ինձ կգրկես առաջվա նման։ Ուզում եմ զգամ քո ջերմությունը։ Լաուրա այնքան հետաքրքիր է, ասում ես հասկացեք, ներեք, բայց դու ինքդ կարող ես հասկանալ աղջիկներին։ Նրանք նոր մահվան հետ դեռ չեն համակերպվել ու իմանում եմ, որ Եվան Վահագի ցեղի է, նրանց հոգեվիճակը պատկերացնում ես։ Գիտես Ալա, Եվան իրավունք ունի երջանիկ լինելու։ Նա երբեք անձնական կյանք չի ունեցել, միշտ քրոջս կողքին է եղել։ Միշտ կողքին է եղել։
Առավել ևս վստահել է Եվային ամեն ինչում։ Ու դա շատ թանկ նստեց ընկերուհուս վրա։ Շատ թանկ։ Ինչի ես այդպես ասում։ Աղջիկների տառապանքի պատճառը։ Աղջիկներին հիմա շատ ցավա նրանց միասին տեսնել, հասկանում ես։ Հա, ես լրիվ գիտակցում եմ, որ դու շատ վատ իրավիճակում ես, որպես մայր քեզ համար շատ դժվար է։ Բայց մի մոռացի, որ այնտեղ կան որբ երեխաներ, որոնց միակ հարազատը դու ես։ Եթե Արինայի, Եվայի, Էմիլիի հարաբերությունները հանկարծ մի օր վերահսկողությունից դուրս գան, ինչ ես անելու։ Ես չեմ հավատում, որ այդպիսի բան կլինի։ Ալա, ես շատ լավ գիտեմ, թե Եվան ինչքան է սիրում աղջիկներին։ Նրանց մազին անգամ չի կպնի, ալա։ Իսկապես Վահագի հետ լինելուց առաջ չէր մտածում աղջիկների հոգեվիճակի մասին, հա՞։ Ես 1000 անգամ զգուշացել ենք, որ տանից մենակ դուրս չգաս։ Ես փողոցներով 1000-ով մի խոժան եմ անգամ։ Ու այն դեպքում, որ քո մասին չեն մոռացել, ու կարան գան քո հետևից։ Ալի գիտեմ, այդքան պետք չի ասել։ Ինչ իմանաս, ինչ կարող լինի։ Ամեն ինչ շատ վատ ավարտ կարող ունենա։ Իսկ դուք չեք հասկանում, որ այս ամբողջ օրը տանը փակված եմ։ Անգամ խանութ չեմ կարողանում գնալ։ Համել մի բան հիշացնեմ։ Դուք այն ժամանակ ասում եք, որ ոչ մեկի չեք թողնի մտնի մեր թաղ։ Իսկ հիմա ինչի չեք անում։ Դուրս է գալիս ես եմ եղավ։ Ես 100 տաճ չունեմ, սա որը գործս թողեմ քո հետևից ման գա։ Ես ճիշտը որ ասեմ, ես այս ամեն ինչից հոգնել եմ, ես գործից էլ։ Քո հոգնել ինչ կապ ունի ինձ հետ չեմ հասկանում։ Բոլորն են գժվել։ Կապ ունեմ ձեր հետ։ Ընդհանրապես, ես էլ չեմ վախենալու, լավ էլ փողոց եմ դուրս գալու։ Ինչ լինելու է, թող լինի, արդեն հոգնել եմ։ Արինա ջան, խնդրում եմ պատմի, ինչ ա պատահել։ Գորի տունն են խուզարկել ու լուսանկարներ են գտել։ Ինչ լուսանկարներ։ Խնդրում եմ ինձ վստահի, ինչ լուսանկարներ։ Այդ լուսանկարներում ես ու Էդուարդը միասին ենք ու մեր կիրան կողնում։ Ալա, մենք բոլորս էլ մարդ ենք։ Մենք բոլորս էլ իրավունք ունենք սխալվելու։ Հա, ես չեմ ասում Եվան ճիշտ է։ Եվան էլ է սխալվել, բայց հավատա, կուղը իր սխալը։ Լաուրա, ես մեկ անգամ էլ եմ զգուշացնում, որ հանկարծ մայրական սիրով չկուրանաս եւ այն պաշտպանելու համար անարդարություն չգործես։ Ալա, դու ինքդ մայր ես։ Ասա ինձ խնդրում եմ, Իրինային պաշտպանելու համար պատրաստ չես ամեն ինչի։ Պատրաստ եմ իհարկե, բայց առանց ուրիշների կյանքը փչացնելու։ Եթե մի օր աղջիկս հանկարծ սխալվի, հավատա ես ոչ ոքի չեմ մեղադրի։ Նա չափահաս մարդ է ու ինքը պիտի պատասխան տա իր արարքների համար։ Չէ, Ալա։ Դու ամեն ինչ կանես աղջկադ պաշտպանելու համար, հավատա։ Լաուրա, ես քեզ հասկանում եմ, որ դու որպես մայր ես խոսում, բայց մենք պիտի սթափ լինենք ու թույլ չտանք, որ մեր երեխաները կործանեն իրենց կյանքը մեր կույր սիրո պատճառով։ Էդուարդի սպանության նախորդ օրներ կամ 2 օր առաջ այդքան լավ չեմ հիշում։ Նա զանգեց ինձ, ասեց, որ այդքան էլ լավ չի ու ուզում էր իմ հետ խոսել։
Այդ բան երբ որ ես իր հետ խոսում էի Գոռն էր իմ մոտ ու ես նրան խաբեցի, չասեցի որ Էդուարդի հետ եմ խոսում, ասեցի որ գնում եմ ընկերուհուս տուն։ Գնացի ու այդ երեկոյան Գոռի հետ էի պայմանավորված, բայց որոշ պատճառներով չկարողացա հանդիպել նրա հետ, որովհետև Արինա, այն ինչ որ կպատմես կմնա մեր մեջ։ Ես գնացի Էդուարդի տուն, հետո ես ու Էդուարդը խոսեցինք, հետո խմեցինք։ Հետո նա ինձ չթողեց, որ ես գնամ ու չեմ հիշում, թե ինչ եղավ։ Մի քանի ժամ հետո ես արթնացա նրա անկողնում։ Ոնց։ Այդ սրիկան քեզ դիպչել է, Արինա։ Չգիտեմ, Մարիա, ես դրանում վստահ չեմ։ Այսինքն Ես նրան հարցրեցի, ինքը ինձ կոնկրետ ոչ մի բան չպատասխանեց։ Արինա, բայց չեմ կարծում, որ այդ երկու բաժակ գինուց այդպես կհարբեիր։ Հա, Մարիա, ինքս վստահ չեմ հասկանում ես, իսկ եթե ճիշտ է, ուղղակի ես չեմ հիշում։ Իսկ եթե լուսանկարներում ես եմ։ Մի րոպե, Արինա։ Միջև այդ դուք սիրային հանդիպումներ ունեցել եք։ Չէ, ընդհանրապես դες բան չի եղել։ Իսկ գուցե դու սիրահարված էիր Էդուարդին, մենակ թե անկեղծ ասա։ Չէ, Մարիա, ճիշտ է, Էդուարդը շատ է փորձել, բայց ես միշտ նրան որպես ընկեր եմ ընդունել։ Արինա, ուրեմն դու մտածելու բան չունես, այդ լուսանկարները չեն կարող իրական լինել։ Բայց ոնց եմ ես ոստիկանությունում դա ապացուցելու։ Երբ Էդուարդի հետ էի, Գոռը զանգեց ինձ։ Ու այդ պահին Էդուարդի ձայնը նա լսեց ու հասկացավ, որ միասին ենք։ Իսկ դու չբացատրեցիր, չասեցիր ամեն ինչ։ Հիմա ինքը նկարները տեսած կլինի ու հաստատ համոզված է, որ ես դավաճան եմ։ Արինա, հանգստացի, հա։ Դու ոչ մի վատ բան չես արել։ Պարզապես չգիտեմ։ Հիշի։ Դու նման բանի ընդունակ չես։ Հետևաբար այդ լուսանկարները չեն կարող արատավորել քո անունը։ Հիշի։ Դու Արինա Բավեանն ես։ Մարիա, շնորհակալ եմ, որ իմ կողքին ես, որ ինձ հավատում ես ու վստահում ես։ Մի անհանգստացի աղջիկս։ Ես միշտ քո կողքին կլինեմ։ Era ինչ սիրուն քնելա, չի եմ ուշ։ Բայց ինչ նավա, որ ես նկարը մեր մոտապաշը։ Կուկլա, яра, կուկլա, կարտինկա։ Ես որ ուզենար, համաշխարհային աստղ կդառներ, չէ՞ բաշ։ Լևոնիչ, Աջան, ուզում ես հենց մի այդան բերեմ։ Գիտես, խնդիր չունեմ ես։ Լավ էլի բաշ։ Դա ծարակ որոշումներ կայացնելու բախտը չի, բայց եթե հանգարց մեր պետքին այդպես բանը, առաջանա, պետք է շատ զգուշ լինենք։ Լավ։ Լևոնիչ, բայց կարանք լավ փողեր աշխատենք, ինչ կասես։ Լավ էլի բաշ, եթե դու հիմա ինձ ես սիրում նավիկ, ինչ լավն ուտեմ կես, թերդ։ Չեմ հասկանում ինչ են անում, քանի ժամը ներսում են։ Հանգստացի, Արաքսյան, հանգստացի, համբերություն ա պետք։ Ստեղ սենց է, մինչև մի բան են ասում, Ապկար ես զգում եմ, Գոռին էլ չեն թողելու, զգում եմ, հասկանում ես։ Հանգստացի, Արաքսյան, հանգստացի, պետք չի վատ բան մտածել, պետք չի, այք տնես, ամեն ինչ լավ ալինել։ Բարև ձեզ, պարոն Ղանդիլյան, ես հիմա ձեր աշխատասենյակից եմ զանգահարում, որ ոչ ոք չլսի։ Սոնա, ես քաղաքում չեմ, շատ զբաղված եմ ու ասա ինչի համար ես ինձ զանգել։ Նորից ոստիկանությունից էին եկել, Էդուարդի մասին էին հարցնում, ասացին, որ մեծ եղբայր ունի, բայց որտեղ է և ինչ անում չգիտեն։ Կարող ա դուք ինչ-որ տեղեկություն ունեք նրա մասին։ Չէ, բայց մի խնդրանք Սոնա։ Լավ կանես սրանից հետո, որ քննիչի հարցերին ավելի չեզոք պատասխան տաս։ Նրան շատ մանրամասներ չպատմես, ասենք իմ ու Էդուարդի հարաբերությունների մասին։
Ես ցավում եմ Էդուարդի համար, բայց նա ուղղակի աշխատող էր, ում պատճառով ես չեմ ուզում ավելորդ քաշքշուկի մեջ հայտնվել։ Դե լավ, ոնց ասեք, եթե նորություններ լինեն, ես ձեզ կզանգահարեմ։ Ինչքան էլ մտածում եմ, միևնույն է չեմ հասկանում ինչ ա եղել։ Չէ, նա հաստատ քնաբեր է լցրել բաժակիդ մեջ։ Ու հետո նկարել է քեզ։ Դու երկու բաժակ գինուց այդպես չէիր հարբի։ Մարիա, ես էլ եմ դա մտածում։ Բայց ախր նա իմ լավ ընկերն է եղել։ Ճիշտ է, նա ուզում էր, որ մենք միասին լինեինք, բայց չէր կարող նա այդքան վատ վարվեր իմ հետ։ Արինա, դա ծուղակ է, ուրիշ ոչ մի բացատրություն չկա։ Մարիա, ինչքան էլ մտածեմ, որ դա տենց է, ես դա չեմ կարող ոստիկանությունում ապացուցել։ Արի գնանք, խնդրում եմ, ես չեմ ուզում տեսնել Գոռին։ Գնալով հարց չի լուծվում։ Հիմա Գոռը քո կարիքը ունի։ Աստված իմ հիմա բոլորը տեսել են այդ լուսանկարները, ես խայտարակ եմ եղել։ Արինա, խնդրում եմ, հանգստացի։ Մենք երկուսով այդ հարցը կլուծենք։ Բոլորն էլ կիմանան, որ դու անմեղ ես։ Բաշ, գործերը վրա հսկում ես, չէ? Հա։ Նայա, հնես ճանես քո արած գործը նորից ես անում։ Վիրավորում ես, Լևոն։ Հայ քո արա, ես ինչ եք ասում։ Ոչ շատ չվիրավորվեցիր, Պավլիկ ջան։ Լևոնիշ, դու կարաս մենակ գնաս, ես գործ ունեմ։ Հետո որ բանելիք զանգեմ։ Լավ, ոնց ասես, գնա։ Տես հա, ինքնագլուխ բաներ չանես, գնա։ Լավ, Լևոն։ Վաղ եղբայր, ես ինչ խաբարա, քաղաքից գնացել ես, բա մարդել, նոր մեռած աղբորը թողի ու գնա քաղաքից, Էդոն շատ լավ տղա էր, լավ աղբեր էր, խորապես ցավակցում եմ Վաղ ջան։ Այդ զանգել ես, որ ինձ ձեռ առնես, դե հիմա ինձ լսի, ես քո հավեսը ընդհանրապես չունեմ, մանավանդ, որ գիտեմ հենց հիմա ձևերիդ մեջ ես։ Վաղ, ես քեզ շատ եմ խնդրում, աղաչում եմ, մի հատ բժշկի մոտ գնա, հա, բայց միջև բժշկի մոտ մտնելը, մի հատ եկեղեցի մտի, մեղքերիդ համար Մոնվարի աղոտ քարա, թե չէ, մեկ քեզ են ծեծում, հետո աղբորդ են սպանում, ես ինչ տարօրինակ բաներ ա կատարվում ես անարդար աշխարհում, հա, չեմ կարում հասկանում այն արդեն։ Եթե այդտեղ լինեի, քիթ ու բերանդ կջարդեի։ Վայ, ես ինչ ես ասում։ Վայ, շատ վախեցա, դե հիմա լսի ինձ ինչ եմ ասում քեզ։ Ես պահանջում եմ, որ իմ հանդեպ հարգանքով խոսես, եթե ես ամեն ինչը նորից կրկնվի, իմացի, քեզ աղբորդ մոտ եմ ուղարկելու։ Չէ հա, լուրջ ես ասում, դե ինձ լսի, ես տեղ չեմ մնալու, հետ եմ գալու, ու այդ ժամանակ կկանգնես դիմացս ու ասելիքդ կասես, այդքան տղամարդ ես, թե չէ, չնայած դու այդքան դուխ էլ չունես, առանց քո մակլավիկների դու ոչ մի բան չես կարող անել։ Այ քո արա, լսի, ձենդ հերվից ա գալի, հա, դրա համար ես այդպես դուխով խոսում, ոչինչ, քիչ մնաց, հələ քո վախտն էլ կգա։ Չհամարձակվես ինձ սպառնաս, այ լակոտ։ Ես էլ եկա բացահայտեմ, թե դու ով ես իրականում, ու սողալով կանեմ քեզ ընկերությունից, հասկացար ինձ։ Վայ, Վահագ, դու դեռ շատ փոքրիկ ես։ Ես բան չի եղես այդ շուխուր ես արում, բավոր իմանաս։ Ալա, հենց Մարիան գա, ասելու եմ, որ մեզ որդեգրի, որ ես ու Արինան էլ ես տանը չապրենք։ Էմիլի ջան, ես հասկանում եմ, որ ամեն ինչ քեզ համար շատ դժվար է, բայց ինչի ես բոլորի հետ կռիվ անում, հա։ Լավ եմ անում, ալա։ Թող Լաուրան ամեն անգամ իր աղջկան չպաշտպանի։ Հա, բայց դրա համար որոշել ես տանից փախնես, հա։ Հա, ուզում եմ ստեղից հեռու գնանք, բայց մի կողմից էլ չեմ ուզում ես տունը մնա այդ սրիկաներին։ Ալա, ինչի ես ամեն ինչը մեր հետ կատարվում։ Էմիլի ջան, ամեն ինչ անցողի կա, ամեն վատ բան։ Կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի։ Լավ, գնամ տեսնեմ տանը ինչ կոնֆետ կա, վերեմ ուտենք։
Չէ, դու մնա, ես կտեսնեմ ինչ կա կբերեմ, պայուսակս էլ թողել եմ քո հանոցում, լավ։ Արաքսիա, նոր ինձ ոստիկանացույց տվեց նկարները։ Գիտեմ արդեն բոլորը տեսել են։ Աննա պատկերացնում ես գորը ինչ հասկացել, որ դրանք տեսել է։ Արաքսիա, ես այդ նկարների մասին գաղափար անգամ չունեի։ Ես էլ եմ նոր տեսել ու շոկի մեջ եմ։ Արինա, արի հիմա դրա մասին չխոսանք։ Հանուն մորը թիշատակի ես լռում եմ։ Արաքսիա, դու մանկուց Արինային ճանաչում ես։ Կարծում ես նա ընդունական ունեմ բանի։ Չգիտեմ, երևի չէ։ Կներեք ինձ, ես շատ շփոթված եմ։ Արաքսիա, դու գիտես ես ինչքան շատ եմ սիրում գորին։ Ես ընդունակ չէի լինի նման բանի։ Խնդրում եմ հավատա ինձ։ Հիմա ամենակարևորը, որ գորին տուն թողնեն։ Մնացածը ինչի է հետաքրքրում։ Բարև Եվա։ Բարև Ալա։ Ոնց ես քեզ զգում։ Լավ, շնորհակալ եմ։ Կներես, բայց ինչ ես անում այստեղ մենակ, բա Մարիան որտեղ է։ Մարիան ոստիկանություն է գնացել Արինայի մոտ։ Ինձ էլ խնդրեց, որ գամ Էմիլիի մոտ։ Դրա համար մամաս կա։ Հա, բայց Լաուրան ու Էմիլին քիչ առաջ վիճում էին։ Կարծում եմ լավ կլինի, որ ես մնամ։ Ինձ խալ չհասկանաս, Ալա։ Բայց Մարիան Էմիլիի մայրը չի, որ որոշի, թե նրա մոտ ով մնա, ով ոչ։ Մի նեղացի, բայց արդեն կարող ես գնալ։ Ես տանն եմ ու կմնամ Էմիլիի հետ։ Չէ, կարծում եմ, որ լավ կլինի, որ ես մնամ։ Միևնույն է գործեր չունեմ։ Ալա, կներես իհարկե, բայց կարող ես գնալ։ Լավ։ Կտանեմ Էմիլիին, նոր կգնամ ուզում էր։ Պետք չի, ես ինքս կտանեմ։ Քո փոխարեն էլ հաջողություն կասեմ։ Լավ։ Հաջողություն։ Հաջողություն։ Ալա տանը ինչ իրավիճակ է։ Վատ, ոնց պիտի լինեմ։ Եվանից տանից դուրս անեց։ Ոնց։ Իսկ Էմիլին ում մոտ է մնացել։ Ես հիմա հյուրասենյակում եմ։ Էմիլին է քո սենյակում է։ Ալա, ես հիմա չեմ կարող գալ։ Արինան շատ վատ հոգեվիճակում է, ես պետք եմ աղջկաս։ Մարիա, խնդրում եմ հանգիստ եղի։ Եթե կուզես, կարող եմ Արսենին ասել, որ ուշադիր լինի։ Հա, ասա թող գոնե ինքը իմանա։ Լավ։ Մենք չենք կարող գորին բաց թողել ոչ գրաբի դիմաց, ոչ է ստորագրության։ Նա կմնա ոստիկանական բաժանմունքում։ Բայց իմ պաշտպանյալ ազնիվ երիտասարդ է։ Նա երբևէ ոչ մի օրենք չի խախտել։ Ու հաշվի առնելով որոշ կետեր նրան պետք է ազատ արձակել։ Ես հասկանում եմ ձեզ, բայց օրենքի առջև մենք անզոր ենք։ Եվ հաշվի առնելով նրա հանցանքի չափը, նրա ձերբակալության հարցը պետք է որոշի դատարանը։ Նրան դեռ պահելու էին առայժմ ոչինչ անել չեն կարող։ Անհնար է։ Իմ տղան արժանի չի նման ճակատագրի։ Ինքը ոչ մի վատ բան չի արել։ Հանգստացի, Արաքսյան, հանգստացի։ Ես վստահ եմ։ Իմ տղան աննար է։ Հասկանում եմ, բայց պետք է սպասեմ դատավորության ընթացքին, որ հասկանանք ստորագրությունով կարող եմ բաց թողնել թե ոչ։ Իսկ ուրիշ տարբերակ չկա։ Առայժմ նման սպասել ուրիշ ոչինչ։ Հանգստացի, Արաքսյան, հանգստացի։ Ալլան ինչ եղավ։ Բարև Էմիլի։
Ալան որտեղ է։ Շտաբ կանչեցին գնաց։ Քո սիրած կոնֆետներն եմ բերել։ Ինձ քեզնից ոչ մի բան էլ պետք չի։ Ինձ պետք է որ դու այստեղից գնաս։ Ես քեզ ատում եմ, Եվա։ Շատ ափսոս, որ քեզ էսպես է սպառում Էմիլի։ Ես էլ գնացել էի բժշկի, որ պարզեմ քույրս ունենալու թե եղբայր։ Իսկ դու։ Իսկ ես ուզում եմ քեզ ասեմ, որ դու հեռու մնաս մեզանից։ Ես քեզ ատում եմ։ Ուզում եմ հասկանաս, որ Ես ոչ մի բան էլ չեմ հասկանալու, Եվա։ Այդ դու պետք է հասկանաս, որ մեզնից դու պետք է հեռու մնաս։ Ես քեզ ատում եմ։ Ատում եմ քեզ։ Հերիք է մեզ ամենտեղ հետևես։ Դու ինձ տհաճ ես, Եվա։ Ես ամեն ինչ արեցի, որ դու Արինանից հասկանաք ու ներեք։ Եվա, դուրս արի այստեղից։ Գնաս տեղից։ Կյանքս հարամեցին լակով։ Այսինքն մի րոպե։ Մտածում են, որ Գոռն է մարդասպան։ Չէ, Էմիլի ջան, ուղղակի շատ փաստեր կան, որը նրա դեմ են։ Դատավարության ժամանակ ամեն ինչ պարզ կլինի։ Աղջիկներ, պետք չի անհանգստանալ։ Աղասը խորանի փաստաբանը այդ ամեն ինչով զբաղվում է։ Նրանք ճիշտ ուղու վրա դուրս կգան։ Բայց ես չեմ հասկանում, ինչի է ոստիկանությունը հենց Գոռին կասկածում։ Գոռով ոչ մի կապ չուներ Էդուարդի հետ։ Ինչ են ձերբակալել Գոռին։ Էմիլի ջան, որովհետև Էդուարդի ընկերը ասել է, որ Գոռն ու Էդուարդը մի քանի անգամ վիճել են խանդի պատճառով։ Բայց դա ընդամենը վարկած է։ Ինչ լավ է, որ այդ Վահագ կոչվածը աչքներից չի երևում։ Վահագը որոշ ժամանակով բացակայում է քաղաքից։ Որոշ ժամանակով։ Թող ընդմիշտ գնար եւ այն էլ իր հետ տաներ։ Օգտում եմ այդ երկուսին էլ։ Ես էլ։ Վահագը շուտով կգա ու մեզանից գողացած ունեցվածքից որոշ գրոշներ կտակ ասի ապրեք։ Աղջիկներ, պետք չի այդպես խոսել։ Մարիա, հիմա դու պաշտպանում ես Վահագին ու Եվային։ Այդ ամեն ինչից հետո ինչ բերեցին իմ ու քրոջս գլխին։ Էմիլի ջան, ես ոչ ոքի չեմ պաշտպանում։ Ուղղակի տանը լարված իրավիճակ է։ Չեմ ուզում էլ ավելի բարդանա ամեն ինչ։ Գիտես ինչ, Մարիա, ես ոչ լռելու եմ, ոչ էլ գնամ այստեղից։ Թող Եվան ու Վահագը գնան։ Էմիլի, ինչի ես այս չարացած իմ հանդեպ։ Ինչի եք տենց մեզ ատում։ Ոնց չեք հասկանում, որ ես ու Վահագը իսկականից իրար սիրում ենք։ Որ մենք երիտասարդ ենք։ Իրավունք ունենք երջանիկ լինելու։ Արինա, խնդրում եմ, սպասի։ Ես ուզում եի ձեզ ցույց տալ իմ ու Վահագի սիրո ապացույցը։ Ափսոս որ Վահագն էստեղ չի։
Եթե ատում եք ու չեք ընդունում ինձ, գոնե մի ատեք են երեխային, որի մեջ է ապրում։ Ում երակներում իմ արունն է խոսում։ Ձեր արունն է խոսում։ Աղաս, ես չի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան դժվար է լինելու։ Ուրիշ ինչ նորություններ կա։ Ես նոր ինձ հայտնեցին նկարների փորձաքննության մասին։ Պարզվա, որ նկարները ֆոտոշոփ չեն։ Դու ոչ մի վատ բան չես արել, ոչինչում մեղավոր չես։ Արին ոնց նկատում եմ ավելի հանգիստ ես։ Նշանակում է Մարիան խոսել է հետո։ Ինչ պիտի խոսեր։